Ջուրը կյանքի խորհրդանիշ է։ Յուրաքանչյուր կաթիլի մեջ կյանք կա։ Ժամանակին քաղցրահամ ջրի ամեն կաթիլի կենարար նշանակությունը հասկանալով, Սևանի ավազանում բռնագաղթից ամայացած տարածքում Բայազետից ներգաղթած հայերը նոր բնակավայր են հիմնում, անվանում Նոր Բայազետ։ Հետագայում մի քանի անվանափոխությունից հետո քաղաքը Գավառ է կոչվում։ Ուրեմն գարուն էր, դա ծունահալվում էր ու այդ ամեն մեկ կաթիլը որ կաթում էր, ես ասոցացնում եմ այդպես, որ ինքը կաթում է ամեն մեկ ծաղիկի վրա, այդ ծաղիկի նեկտարը վերցնում, ինքը ֆիլտրվում է այդ հողի մեջ, որը դառնում է քաղցրահամ ջուրը, որը որ խմում են մեր աշխարհի մարդիկ, որը որ ունեն այդ համոդը, ու այդ կաթիլից, այդ ամեն մեկ կաթիլից այդ ինքը ոնց որ այդ երաժշտությունը ինքը այդտեղից սկսվավ, այդտեղից տվեց այդ կաթիլը այդ երաժշտությունը, այդ կաթիլից հենց կամած որ գնում էր, այս կաթում էր Գեղամալերներ քեզ իր գիրկն են արել, ծաղկունքիդ բուրմունքով ջինջոթդ պատել, հայոց երկրում գողտրի գմի քակ, գեղամա իմ աշխար անունդ քյավար։ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը հիմնադրվել է 1952 թվականին։ Այստեղ 27 տարի է աշխատում է Մանյա Չարվադարյանը։ Նա ամեն օր թանգարանի այցելուներին պատմում է հայրենի քաղաքի պատմության հիշարժան իրադարձությունների մասին և հյուսում անցյալի ու ներկայի սեփական տարեգրությունը։ Թանգարանը մի միջավայր է, որտեղ պահպանվել է նախնիների ժառանգությունը։ Ինձ համար անչափ հարազատ են իրեր, որոնք առնչվում են իմ ընտանիքի անդամի հետ։ Օրինակ, Ֆիբուլ կոչված հարմարանքը թանգարանին է նվիրել իմ ամուսինը, այն գտել է սարերից բերված հողի միջից և նվիրել թանգարանին։ Ֆիբուլը օգտագործել են շորի երկու ծայրերը միմյանց միացնելու։ Այն անտիկ ժամանակաշրջանի իր է։ Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի առաջին ներկայացումը ըստ Ռաֆու Սամվել պատմավեպի բեմադրվել է 1895 թվականին։ Նախ կոչվել է Նոր Բայազետի ժողովրդական թատրոն։ 1935 թվականին ստացել պետական կարգավիճակ։ Արդեն 10 տարի թատրոնի տնօրենն է Հայկ Ղափանցյանը։ Միստր Ուոլտ, Մարիֆատ, բազակ մեր զարերի համար։ Մարիֆատ տեղը դիշ։ Մատները զարը չպետք է չկացար։ Հապա, նորից, Կամ թեկուս դրա մեջ լծրու, լավ խառնիր։ Ես հիշում եմ իմ դպրոցական տարիներին առաջին անգամ երբ թատրոն ենք այցելել դպրոցից, դե առաջին անգամ երեխա լույսերը անջատվելուց եւ այլը դալիճի մթությունը արդեն անսովոր էր այդ պահին
սա ինչ է եւ այլն, բայց այդ արդեն որ մտնում ես այդ ներկայացման մեջ, հիշում եմ Տիկին Բյուրեղիկը, որը մինչեւ վերջի տարիները մեզ վաստակավոր արտիստուհին էր, ես ինչքան հիշում եմ տղայի դեր էր տանում, ինքն էլ երիտասարդ էր այդ ժամանակ, շատ հետաքրքիր էր, ասես կլանված նայում էինք այդ ներկայացում երեխեքով։ Վերջին տարիներին Գավառում туриզմի զարգացման հետ մեկտեղ բացվել են նոր հյուրատներ։ Տիկին Անահիտի անմահական գաթայի եւ ուտեստների համն ու հոտը գրավել են բազմաթիվ հյուրերի։ Իսկ հետո այս ամենը վերածվել է փոքրիկ հյուրատուն ստեղծելու նախաձեռնությանը։ Իմ տղաս գործի բերումով շատ է սիրում մարդկանց բերել, հյուրասիրել։ Մեքենայով գալիս էր, մամ, հարի ճիշտ է լեզուն չենք հասկանում, բայց մարդը ճանապարհից կանգնեցրել են, բերել են։ Ու տղայիս ասում եմ հաճախ բեր, տեսնենք իրանք ոնց են ապրում, ինչ են անում, ինչով են զբաղվում, ինչու են եկել Հայաստան։ Սկզբից հյուրերը որ գալիս էին, ուտում, խմում, ճանապարհում էին, բայց հետո նրանք գիշերակաց պահանջեցին։ Մենք չունեինք։ Որոշեցինք, որ գիշերակաց փոքրիկ սենյակներ պատրաստեցինք ու սկսեցինք վաղ որած էինք սկզբից, չէինք պատկերացնում, որ առաջ կգնա, այդքան ծախս ենք արել, ինչ կլինի, դե ոչինչ, սկսել ենք, պետքա մինչև վերջ գնանք։ Ասում են, որ Գավառի հատակագծի հեղինակներից է եղել Ալեքսանդր Թամանյանը։ Ժամանակակից քաղաքի դիմագիծը կերտողներից է ճարտարապետ Ռաֆիկ Հերգնյանը։ Նա պարզապես սիրել է նկարել։ Հետո այդ նախասիրությունն օգնել է մասնագիտական կողմնորոշման հարցում եւ Ռաֆիկ Հերգնյանը դարձել է ճարտարապետ։ Այսօր ոչ միայն ճարտարապետական նախագծեր է ստեղծում, այլև ապագա ճարտարապետներին գիտելիք փոխանցում։ Նկարչության նկատմամբ սեր դերերս մանկապարտեզից։ Մեր մանկապարտեզները շատ լավն էին։ Կրթում էին բավականին նկարչության մասին տենց տեղեկատվություն, բայց իհարկե դա շատ հաճելի էր դպրոցում, շատ բանը բավականին առաջընթաց կար, տենց ձևավորումների ժամանակ պլակատներ էին գրում, բան, տենց գրում էին, գեղեցիկ զարդարում էի։ Մինչև 1978 թվականին բացվեց գեղարվեստի դպրոցը։ Առաջի շրջանավարտներից մեկը ես եմ եղել։ Հա, ու տեղից, ասենք, սերը դեպի նկարչություն, բայց միևնույն ժամանակ դպրոցում լավ սովորելով հանդերձ մոտեցում եղավ ճարտարապետության, այսինքն երբ որ ուսումնասիրում ես պատմությունը, հասկանում ես մեր եկեղեցաշինությունը, արդեն կամաց-կամաց մեծանալով սերը առաջացավ դեպի ճարտարապետությունը։ Ներկայիս Գավառի տարածքում մարդիկ ապրել են ուրարտական թագավորության ժամանակաշրջանից։ Գավառի ծննդյան քարե վկայականը սեպագիր արձանագրությամբ պահպանվում է Գավառի երկրագիտական թանգարանում։ «1989 թվականին քաղաքում մեծ իրարանցում էր։ Հայաստանի պատմության թանգարանից
Թանգարան տեղափոխվեց ռուսա առաջի կողմից գրված սեպագիր արձանագրությամբ քարը։ Երկկողմ սեպագիր արձանագրությամբ քարը կշռվում է 800 կիլոգրամ, այն գրված է 8 տողերով։ Եվ մենք տեղեկացանք այդ գրառումից, որ քաղաքը Էրեբունի Երևանից փոքր է ընդամենը 50 տարով։ Սեպագիր արձանագրության կրկնօրինակը հետագայում տեղադրվել է Գավառի հրապարակում։ Անձնագիր հուշահամալիրի վերակառուցման հեղինակը ճարտարապետ Ռաֆիկ Հերգնյանն է։ Ճարտարապետը պահպանել է հինը և նորովի ներկայացրել Գավառի ավանդույթները։ Սկզբից Գավառի կենտրոնական հրապարակի նախագիծներ այնուհետ առաջացավ միտք և գաղափար կառուցել Գավառի անձնագիր հուշապատը։ Այդտեղ ունենք նաև ցայտ աղբյուր, 7 աղբյուր ակոշում։ Ժամանակին Կոլոտ Հայրապետը կառուցել էր 7 աղբյուր մեր ամբողջ քաղաքի երկայնքով, փայտի խողովակներով, Խաչերի թաղամասից ջուրը հասցրել էր մինչև եկեղեցու մոտ։ Այդ աղբյուրները ընթացքում քանդվեցին, հիմա այդտեղ ես նորից իմ նախագծով կառուցվել է քանդակվել է այդ 7 աղբյուրը, բայց մի քարից ու մի տեղում այդ 7 աղբյուրը տարբեր մակարդակների վրա, դա պետք է տեսնեք շատ հետաքրքիր բան է ու ժողովուրդը շատ մեծ սիրով օգտվում են այդ ցայտ աղբյուրից։ Եվ այս խրծմիլակը պիտի որոշի Թուրքիայի ճակատագիրը, խոսիր ասում եմ, ուր է լուսանկարը։ Գավառի Լևոն Խալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում տարվա ընթացքում 4 նոր ներկայացում է բեմադրվում։ Կազմակերպվում են բազմաթիվ հյուրախաղեր, վարպետաց դասեր։ Սաթեաթխը թատերական գործիչների միությունը հաճախակի արդեն 3-4 տարի համագործակցում ենք։ Մեր մոտ Սաթե Խաչատրյանը նույնպես բեմադրություն է արել, Ֆրանսիայից ունեցել ենք ներկայացում, այսինքն մեր թատրոնը հետաքրքրում է իրանց եւ ուրախ եմ, որ ներկայանալի թատրոն է իրանց համար, մեր թատրոնը։ Եվ տեսնում եմ ապագա սրա մեջ ինչ-որ նպատակ, փոխադարձ այցելություն կլինի, ես համոզված եմ հետագայում, այս կապը մենք միշտ պահպանում ենք, ժամանում են Ֆրանսիայից և դեսպանը, և ֆրանկոֆոնիայի ներկայացուցիչները։ Եկողների մեջ կան շատերը, որ զարմանքով են մտնում մեր թատրոն և տեսնելով ուղղակի հիանում են մեր թատրոնով։ Իրանց համար իրոք զարմանալի է, որ ունենք այսպիսի թատրոն, այսպիսի թատրոնի շենք և այսպիսի կոլեկտիվ, այսպիսի դերասաններ ու ակնկալիքներով հետ են գնում, վերադառնալու ակնկալիքով։ Երբ ես փոքր էի, դպրոցով մեզ բերեցին թանգարան։ Թանգարան մտա, ես հիմա նույնիսկ պատմելուց արդեն մի տեսակ փշաքաղվում եմ։ Այդ հոտը, թանգարանի, այդ շքեղությունը, այդ կարպետները, այդ գորգերը,
ես տեսա եւ չգիտեմ ինչ մտքովս ինչ անցավ, ես շատ սիրեցի այս վայրը։ Գորգերն ու կարպետները ինձ շատ գրավեցին, ես որոշեցի մի փոքրիկ դասգա պատրաստեմ ու ես ինքս իմ ձեռքով ստեղծեմ։ Գալիս է երկար ժամանակ կանգնում էի կարպետների առաջ, գորգերի առաջ ու ես նրա որևէ դետալ, որևէ փոքրիկ մասնիկ վերցնում էի ու գալիս էի տուն, ճիշտ է, սկզբից չէր ստացվում, հետո կամաց ես իմ ուժերով եմ սովորել, ես ոք ինչ չի սովորեցրել կարպետագործությունը։ Հյուրին ես չեմ առաջարկում, հյուրերը նայում են, սրահում կա ամեն ինչ։ Այս վերջի անգամ չեմ հիշում Հոլանդիայից էր, թե Իտալիայից էր այդ տղան, զարմացա, ինքը երաժիշտ էր։ Ու ես զարմացա, որ երաժիշտը հետաքրքրվում է, ուրեմն մի կապ կա։ Կարպետագործ, ասեց թույլ կտակ, կսովորեցնեք, եթե դուք եք գործել սա, ինձ կսովորեցնեք։ Ես մեծ հաճույքով իրեն սովորեցրի։ Ու հետո առանձին մի դրոշ գործեցինք Հայաստանին, կպցրեց սրտին, ես տանելու եմ սա ու իմ սենյակում եմ դնելու։ Գավառի հիմնի հեղինակը մասնագիտությամբ երաժիշտ չէ, նույնիսկ նոտաները չի ճանաչում։ Այնուհանդերձ 2000-ականներին նրա հեղինակած «Իմ Քյավառին» երգը դարձավ քաղաքի հիմնը։ Գագիկ Աչիկյանը երգը գրել է ցուրտ ու մութ 90-ական թվականներին։ Այդ տարիներին ցավն ու հիասթափությունը կոտրելու փոխարեն գոտեպնդել են նրան։ Ժամանակ այն մութ ու այն նեղ տարիներին ես որ անցնում էի մեր Քյավառա փողոցներով, տեսնում էի փակ դռներ, տեսնում էի մարդկանց այդ խեղճ, այդ անճարակ վիճակը, այտենց գալիս էի ճիշտ ասած ամբողջ գիշեր տանջվում էի, առավոտ լուսուն էի գրում։ Ահագին բաներ գրեցի, այտենց մեր ժողովրդի, մեր երկրի, մեր աշխարհի մասին։ Ուրեմն այդ լուսաբացին ուրեմն երաժշտություն եկավ այդ ամեկ մի բույս կարծես ամեկ մի բույս ինքը ցաներ տալիս ամեկ մի բույս ինքն չուներ այնպես մետաքրքիր բաներ ստացվում մի տենց ճիշտ ասած իմել եմ ուզում որոնում եմ ուզում եմ գտնեմ այդ ուզում եմ այդ համ պարզապես իմի այդ ստեղծագործելու ոչ թե չեմ ուզում չեմ կարող Ես օրինակ, երբ հիշում եմ իմ այդ մանկության առաջին մուտքը թատրոն եւ հիմա յուրաքանչյուր ներկայացում բեմադրելիս որդորում եմ, որ լինի այնպիսին, որ ինչ ես զգացել եմ այդ մանկության տարիներին, հիմի մեր փոքրիկ հանդիսատեսը կամ հանդիսատեսը բավարարված դուրս գա, բայց չէի պատկերացնում, որ աշխատանքը այդքան բարդ է, ներկայացումը բեմադրում այդքան մեծ դժվարությամբ, իրոք շատ ծավալուն աշխատանք են կատարում եւ այն մարդիկ, ովքեր ծափարում է հանդիսատեսը բեմի վրա եւ այն մարդիկ, ովքեր աշխատում են կուլիսներում, որոնց չի տեսնում հանդիսատեսը, բավականին բարդ աշխատանք են տանում բոլորը, այսինքն թատրոնը մի հոգու թատրոն չի դա, կոլեկտիվ աշխատանք է պահանջվում եւ մի ամբողջ կոլեկտիվի աշխատանքի շնորհիվ է, որ կայանում է մեկ ներկայացում։
մեր Հայաստան աշխարհը շատ փոքր է։ Մենք ուզում ենք, որ այդ փոքրիկ էլեմենտներով, հյուրասիրությունով, թեկուզ մեր առօրյայով, մեր ստեղծագործ աշխատանքներով նրանք հասցնեն աշխարհի տարբեր ծայրեր, որ մենք մեծանանք, մենք մեծանալ ենք ուզում, մենք շփում ենք ուզում։ Պետք է շփվենք, պետք է իմանան մեր մասին շատ-շատերը չգիտեն։ Անկեղծ ասում են, որ մենք չգիտեինք, որ այստեղ մարդիկ այս ձև են, այսպես են, այնպես, ու գնալուց հետո նրանք մեր մասին գրում են, շատ բաներ են գրում, դրական։ Դեռ 1847 թվականին Խաչատուր Աբովյանը գրել է. «Նոր Բայազեդին սպասվում է ամենաերջանիկ մի ապագա, որ շատերին դեռ անհայտ է, բայց որ շատերի համար նախանձելի կարող է լինել»։ Այդ գրառումից հետո անցել են տարիներ։ Նոր Բայազեդը դարձել է կամո, ապա գավառ։ Փոխվել է նաև բնակիչների կենսաձևն ու ապրելակերպը։ Անփոփոխ են գավառցիների հյուրասիրությունն ու ամուր կապը նախնիների ավանդույթների հետ։